Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարար հեռուստանախագիծն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ քննարկվում են տարբեր հիվանդություններ ու խնդիրներ, ներկայացվում դրանց լուծումներն ու վիրահատական, ինչպես նաեւ կոնսերվատիվ բուժման եղանակները։ Մենք եթերում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Այսօր մենք անդրադառնում ենք մի շատ կարևոր խնդրի, իրականում այդ խնդիրները շատ են տարածված, բայց չգիտես ինչու դրա մասին միշտ չէ որ բարձրաձայնվում է։ Եվ իրականում շատ կարևոր է խոսել այդ խնդիրների մասին մասնագետներից հենց։ Մենք խոսում ենք կանանց առողջության մասին, դրանք տարբեր հիվանդություններ են ներառում, ուռուցքային հիվանդություններ, միզասեռական համակարգի խնդիրներ, արգանդի իջեցումներ, միոմաներ, կրծքագեղձի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Մի ամբողջ փաթեթ, որի մասին կփորձենք մանրամասն ծանոթանալ եւ խոսել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան հղիների ախտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Մկրտչյանի հետ։ Բժիշկ, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ինչ ենք հասկանում կանանց առողջություն ասելով։ Դրանք ինչ խնդիրներ են, դրանք երբ են գլուխ բարձրացնում, որ տարիքում են դրանք ավելի շատ ակնհայտ դառնում։ Նախ կանանց առողջությունը ասելով ինքը կինը տարանջատելով որպես տղամարդ եւ կին վերցրած ինքը ֆիզիոլոգիական առանձնահատկություններ ունենալով բացի ընդհանուր առողջական մարդկային առողջությունից ունի նաև իր անհատական իրենց առանձնահատուկ առողջության տեսակետներ։ Օրինակ մենք նաև տարբերում ենք կանանց մոտ վերարտադրողական տարիքի կանանց համար վերարտադրող առողջություն, պլյուս կրծքագեղձերի ժամանակ արդեն մենք ի հայտ ենք գալիս որոշակի հարցեր կրծքագեղձի հետ կապված, ոնց որ նշեցիք միզասեռական համակարգի հետ կապված խնդիրներ, որոնք իրենք ավելի հակված են, ինչպես նաև իրանք սոցիալական եւ հոգեբանական առումով ավելի խոցելի են եւ իրանց առողջությունը գնահատելու համար մենք մի շարք այլ չափանիշներ ունենք եւ ամբողջ աշխարհում կնոջ առողջությանը մեծ դեր են տալիս, որովհետեւ կինը համարվելով նաև սերնդի շարունակողը կնոջից է կախված մեր հետագա սերունդների նաև առողջությունը։ Դրա համար ամբողջ աշխարհում մեծ դեր է տրվում կանանց առողջությանը եւ կանայք իրանց առողջությունն էլ բաժանվելով արդեն իրենց տարիքային խմբերի։ Մենք բաժանում ենք համապատասխան խմբային առողջությունների։ Ինչ տարիքային խմբում ունենք եւ ինչ պետք է անի կինը իր առողջությունը հետևելու կամ շարունակելու համար։ Դրանով նաև բժիշկները պետք է օգնեն կանանց առողջությանը, որպեսզի կանայք լինեն լիարժեք անդամներ հասարակության եւ շարունակեն իրենց ռեպրոդուկտիվ վերարտադրողականության եւ կյանք շարունակեն ինչպես լիարժեք մարդիկ։ Երբ որ ասում ենք տարիքային բաժանումներ, ինչ են դա հասկանում, որ տարիքում ինչ խնդիրներ են ավելի շատ նկատվում։ Մենք ունենք նախապուբերտատ տարիքային կանանց համար, աղջիկների համար, այսինքն դեռահասների համար, հետո գալիս է արդեն հասունացման շրջանը, գալիս է վերարտադրողական տարիքը, գալիս է նախակլիմաքսային շրջանը, կլիմաքսը եւ հետկլիմաքսային շրջանները։ Տարբեր շրջաններում ի հայտ են գալի տարբեր խնդիրներ։ Դեռահասության շրջանում մենք ունենք արդեն իրանց սեռական զարգացման խնդիրներ, որոնք շատ կարևոր են մեզ աղջիկները դեռահասները մենք հաշվի ենք առնում երբ է սկսել իրենց մենարխ առաջին դաշտանը, ինչ ձևով է սկսվում, ինչեր են հաջորդում իր սկսվելուն, այդ տելարխե կոչվածը բուբարխ են, այսինքն կրծքագեղձերի աճը, մնացած մազակալումները ինչ ձևով են ընթանում եւ ինչ ձևով հորմոնալ փոփոխություններ է կատարվում օրգանիզմում, որոնք մեծ դեր ունեն հետագայում արդեն ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ արդեն հաջորդ շրջանում արդեն երբ գալիս է արդեն իրանց սեռահասունացման տարիքը եւ արդեն վերարտադրողական տարիքում լավագույն վերարտադրողական տարիքը միշտ մենք համարում ենք 20-ից 35 տարեկանը, որ կինը արդեն պատրաստ է վերարտադրի իր սերունդները, ինքը արդեն մանկածնման իր պրոցեսը պետք է կատարի։ Այս շրջանում արդեն մի շարք ավելի շատ խնդիրների առաջ են կանգնում, որովհետև հղի կինը միշտ խոցելի է ամեն ինչի նկատմամբ։ Հղիությունը ինքնին արդեն բարձր ռիսկային վիճակ է կնոջ օրգանիզմի համար եւ կնոջ առողջությունը բարձակետին է դրված։ Որից հետո գալիս է արդեն նախակլիմաքսերիկ շրջանը, հասուն արդեն տարիքը նախակլիմաքսերիկ շրջանը, կլիմաքսը իրանց խնդիրներով, իրանց առողջական խնդիրներով, որից հետո հետկլիմաքսերիկ շրջանը։ Ամեն շրջանում կինը ավելի խոցելի է լինում։
Կնոջը խոցելի է դարձնում հենց արդեն իսկ հղիությունը։ Աշխարհում ամենաշատ կանանց մահերը գրանցվում են հենց հղիության ժամանակ, հղիության տարիքի կանայք, եւ ամբողջ աշխարհում մեծ դեր է տրվում հենց այս շրջանում նաեւ կանանց առողջությանը եւ հետեւողականությունը։ Դրանով է պայմանավորված, որ հղիության ընթացքում հսկողությունները եւ ծննդաբերությունները շատ բարձր մակարդակով են տեղ ունենում։ Եվ աշխարհում առողջապահության ցուցանիշները գնահատելու համար մեծ դեր է տրվում հենց հղիության ժամանակ, այսինքն մայրական մահացության ցուցանիշներին։ Այն երկրները, ովքեր ունեն մայրական մահացության ցածր ցուցանիշներ, այդ երկրները ամենաբարձր մակարդակի վրա է առողջապահության մակարդակը գտնվում։ Մենք ինչպիսի մակարդակում ենք։ Մենք միջինից բարձր մակարդակում ենք, բայց չի մենք բավականին մեծ դեր ենք տանում եւ մեր պետության կողմից կան բավականին հաջող առողջապահությանը վերաբերող հարցեր, որոնք տարվում են հենց հղիների շրջանում, կանանց առողջությանը վերաբերվող հսկողություններով, որպեսզի նվազագույնի հասցվի այս ամեն ինչը։ Բավականին լավ ցուցանիշներ ենք եւ ամեն դեպքում մեր գինեկոլոգները բավականին լավ զբաղվում են այս գործով, հնարավորին չափ քչացնելով։ Նկատի ունեք դրանք ներառում են հղիության պլանավորման նախապատրաստող հետազոտությունները, սկրինինգները։ Ոչ միայն, որովհետև կանայք երբ պատրաստվում են հղի անալ, արդեն պետք է ինքը գնահատի, որ իր վիճակը, առողջական վիճակը նորմալ է, կարող է ընդունել այդ պտուղը իր օրգանիզմը եւ հետո չի կարող նաեւ հղին փոխանցել իր պտղին, իր երեխային իր կողմից որոշակի հիվանդություններ։ Օրինակ այնտեղ մենք ունենք նաեւ սրավարակներ կամ վարակներ, որոնք ժամանակ կարող են նաեւ փոխանցվել։ Միավով հիվանդ կանայք, երբ փորձում են հղի անալ, մենք արդեն այստեղ ինֆեկցիոն առումներով կանանց առողջությանը մեծ դեր է տրվում եւ հղիացավ մենք ավելի մեծ ուշադրությամբ ենք հետևում եւ տարբեր երամսյակներում հետևելով հասկանում ենք ինչ этаպում է եւ կինը արդեն խնձնդաբերելուց ինչ խնդիրների առաջ է կանգնում եւ կարող է ինքը փոխանցել այդ վարակը երեխային, թե չի կարող փոխանցել եւ հնարավորին չափ նվազագույնի հասցնելով այս ամենը։ Տարբեր իրավիճակներ տարբեր են եւ հղիներին արդեն իսկ նախքան հղի անալը պետք է պլանավորում ենք, ինքը հետևում է իր առողջությանը, հղիության ընթացքում ամեն ինչ հետևում է ծննդաբերությունով եւ հետծննդյան շրջանում նույնպես։ Մենք հետծննդյան շրջանի շարունակող հսկողությունը տանում ենք մինչև հետծննդյան 42-րդ օրը, բայց աշխարհը գնում է նրանով, որ հետծննդյան բարդությունները եւ հետծննդյան վատվիճակները մինչև 1 տարվա ընթացքում անգամ մենք կարող ենք տեսնել։ Դրա համար կինը ամբողջ կյանքի ընթացքում այս բարձր առողջապահական խնդիրներ կայացնում եւ նախքան մինչև հղի անալներ որոշակի սկրինինգային հետազոտություններ ունենք ամբողջ աշխարհում ներգրավված օրինակ արգանդիպարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտությունները, որը ընդգրկված է կանանց շրջանում, արվում է, ինչպես նաև մեր երկրում արվում ենք 25 տարեկանից սկսում ենք բարբերաբեր սկրինինգներ բաղ հայտնաբերելու եւ կարողանալու կանխելու process-ը։ Ինչ հետաքրքրվածություն ունեն կանայք այդ նույն սկրինինգի նկատմամբ արգանդիպարանոցի քաղցկեղի։ Նայեք, Հայաստանում մի քիչ ռոպագանդան է սկրինինգների, որովհետև առաջնային օղակներից իրանք ավելի քիչ տեղեկացված են եւ այդ լայնածավալ այդքան չի կիրառվում, կանայք չեն հետևում Հայաստանում եւ մինչեւ չի հասնում խնդիրը արդեն դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում հիվանդանոցներ։ Այնինչ սկրինինգների ժամանակ շատ կարեւոր է հայտնաբերվում է միանգամից process-ը, տեսնում ենք ինչը եւ կանխարգելում ենք, չենք թողում որ հասնենք խնդրի։ Հայաստանում կանայք այդքան էլ չեն իրենց առողջությանը հետևում։ Ընկնում են իրենց առօրյա գործերին, իրենց ընտանեկան իրավիճակներին, տնային վիճակներ եւ բաց են թողում իրենց առողջությունը, չեն հետևում սկրինինգներին։ Մենք բազմիցս զգուշացնում ենք, շարունակում ենք, կարող է առաջ 3 տարին մեկ արվում էր օրինակ այդ սկրինինգային բաները, հիմա 5 տարին մեկով պապիլովիրուսի հայտնաբերմանն է գնում, որը կարող ենք անել կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային ծրագրերը, որ արվում է շատ կանայք այսպես որոշակի օրեր ենք հատկացնում, օրինակ աշնանը, գարնանը, ինչ որ օրեր հատուկ նշելով, անպրոպագանդելով, որ ավելի շատ հետազոտվեն, կարողանան հայտնաբերել process-ը,
բայց Հայաստանում իրենք հենց իրենց առողջության մասին մտածող չեն։ Միշտ երկրորդական ընտանիք, երեխայի մասին, ամուսնու սենց իրանք թողած վերջին պլանում։ Ազգային առանձնահատկություն է հայ կանանց շրջանում։ Այո։ Հիմնական որ փուլերում են գալիս։ Մենք արդեն բարդ վիճակներում, երբ արդեն չես հասկանում ինչ անես եւ արդեն այդ վիրահատական կամ բուժական process-ները գնում է համոքիչ որոշակի բաներն անելու համար։ Իսկ սկզբնական этаպներում հայտնաբերելը մեզ ավելի շատ է օգնում եւ համ բուժումն է արդյունավետ լինում, ավելի լավ ենք էֆեկտներ ունենում, քան արդեն այդ մնացած բանը։ Եվ պետության կողմից էլ առողջապահության առումով էլ երբ մտածում ենք ավելի լավ է հիվանդությանը կանխարգելման համար գումարներ ծախսվի ավելի քիչ ենք մենք դրանից դժվում, քան գլոբալ առումով արդեն բարդացած վիճակներում, երբ դրա նկատմամբ ավելի շատ գումար է ծախսվում։ Կարող եք թվարկել խնդիրներ, հիվանդություններ, որոնք ձեր պրակտիկայում օրինակ, գոնե ձեր պրակտիկայում ամենաշատն են հանդիպում, եւ եթե պրակտիկայից էլ դուրս գանք, ապա ոլորտում ամենաշատ հանդիպող հիվանդություններն ու խնդիրները որոնք են։ Նայեք, ամենաշատը հանդիպում են մեզ մոտ դաշնային ցիկլի խանգարումները, ուռուցքային process-ի տարգանդի միոմաները, շատ հանդիպում են նաև վարակները, միզասեռական վարակները, կանանց մոտ եւ համարյա ամեն օր մենք հանդիպում ենք այս դեպքերում։ Մեր հայ պոպուլյացիայում այնքան շատ է տարածված արգանդի միոմաները, երբ սովորական հանգարց ինչ որ մի կնոջ մոտ հայտնաբեր մենք հայ միոմատոզ հանգույց, այնքան իրանք հանգիստ են տանում, որովհետեւ բոլոր իրանք շրջապատից իրանք տեսել են, լսել են, բոլորն էլ ունեն, հա բժշկյան այդ հարց չի լավ, հլասը ինչ որ մի հատ խնդիր առաջացնելու է, թե չի առաջացնելու կամ ինչ որ բան։ Մենք դրա համար արդեն տակտիկան էլ իրանք գիտեն էլ ինչ որ միջափերի դեպքում կամ այսինչի դեպքում կարող է խնդիր առաջացնել, որ գնում ենք բուժական կամ թողում ենք նորից հսկողության տակ։ Ունենք մեծ տարիքում կանանց մոտ հաճախակի ծննդաբերածների, նաև ծանր ֆիզիկական աշխատանքներ եւ բանը, երբ ունենում ենք արգանդի իջեցումներ, հայշտոցապատերի արգանդի իջեցումներ, որոնց ժամանակ ոչ թե արդեն իրանք առողջական մեծ խնդիրներ կայացնող հարցեր, կենսակերպի փոփոխություն է բերում։ Ավելի շատ իրանց կենսակերպն է փոխվում եւ կյանքի որակն է ընկնում այս պայմաններում եւ կյանքի որակը լավացնելու համար մենք գնում ենք որոշակի իրադարձությունների կամ որոշակի վարությունների, որ կարողանանք ավելի լավ սարքենք այս մարդկանց կյանքի որակը։ Հիմնականում ինչ որ գանգատներով են գալիս, թե Նայեք, ունենք, որ մարդիկ ժամանակակից սոցփաթեթի ասպարեզներում պատահական ուղղակի հայտնաբերվում է սոցփաթեթի հետազոտությունների ժամանակ, երբ տարին մեկ անգամ կանայք անցնում են ինչ-որ հետազոտություններ։ Իսկ մնացածը գալիս են որոշակի գանգատներով։ Արգանդի միոմաներ ունեցողները, որոնք տեղակայումից կախված կարող են ունենալ արյունային արտադրություն են ունենում դաշտանից դուրս, ունենում են ցավեր որովայնի ստորին հատվածում, գոտկատեղի շրջանում, դիմում են հիվանդանոց, հետազոտման ժամանակ հայտնաբերվում է միոմատոզ հանգույցը ենթալորձային տեղակայման դեպքում օրինակ, կամ այնքան մեծ չափերի է հասնում, երբ ճնշում է կողքի օրգանների վրա եւ դրսևորվում է կողքի օրգաններին բնորոշ երևույթներով, հաճախակի միզելու ցանկություն է լինում, միզապարկը թերի լցված արդեն ինքը միանգամից միզելու ցանկություն այնքան մեծ է, որ ճնշում է միզապարկի վրա, կամ այնքան մեծ է, որ արդեն ճնշում է աղիքների վրա եւ ունենում ենք հաճախակի փորկապություններ, ինչ որ sense երևույթներ։ Կանայք ուրոլոգիական հիվանդություններով կարող են հիվանդանալ շատ ավելի շատ, քան տղամարդիկ։ Այդպիսի հիվանդություններ ինչպիսիք են միզուղիների վարակները, միզակապությունը, անմիզապահությունը կանանց մոտ հանդիպում են ավելի շատ, քան տղամարդիկ։ Դա կապված է անատոմիական տարբերությունների հետ։ Որպես այդպեսին, այդ հիվանդությունները կարող են լինել կրկնվող բնույթի, քրոնիկական ընթացքով։ Դա կապված է կանանց հաճախակի վարակման հետ։ Որպես այդպեսին այդ հիվանդությունների մեջ են մտնում միզուղիների ինֆեկցիաները, դա կապված է հետանցքի եւ արտաքին սեռական օրգանների եւ միզուկի մոտիկ տեղակայմամբ, անմիզապահությունը կամ միզակապությունը, որը կապված է միզուկի կարճ խնդիրների հետ։ Սա անատոմիական տարբերություն է, որը իրենից ենթադրում է ուրոլոգիական եւ գինեկոլոգիական համալիր հետազոտություններ, համալիր քննություններ եւ կոմպլեքս բժիշկ ուրոլոգ եւ բժիշկ գինեկոլոգ միահամուռ աշխատանքով լուծումներ։ Միզասեռական համակարգի վաղ չհայտնաբերումը
եւ նրանց կանխարգելումը ճիշտ ընթացքով չտանելը կարող են բերել մի շարք ծայրագույն խնդիրների։ Այդպիսիք են միզասեռական համակարգի ուռուցքները, ինչպիսիք են միզապարկի, երիկամների ուռուցքային հիվանդությունները, ինչու ոչ նաև քիչ հանդիպող, սակայն բավականին ծանր ընթացք ունեցող կանանց դեպքում միզուկի ու միզածորանի ուռուցքները, ինչպես նաև միզաքարային հիվանդությունները։ Սրանց դեպքում շատ դեպքերում կանայք մտածում են, որ իրենց մոտ սովորական հերթական ցիստիտն է։ Ուզում եմ նշել այն ախտանիշները, որոնք անհրաժեշտ են ուրոլոգին դիմելու համար։ Դրանք են ցավ փոքր կոնքում, ննքացող, պարբերաբար կրկնվող ցավեր, արյան հետքեր մեզում, գոտկային շրջանում ցավեր։ Սրա համար անհրաժեշտ է համալիր հետազոտություններ ուրոլոգի եւ գինեկոլոգի կողմից։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան հղիների ախտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Մկրտչյանի հետ։ Խոսեցիք բարդացումների մասին, սովորաբար այս դեպքերը բարդացումների ինչ տեսք են ունենում։ Հիմնականում բարդացված վիճակում մեզ հասնում են արդեն քաղցկեղները, կրծքագեղձի քաղցկեղները, արգանդի լորձաթաղանթի քաղցկեղները, արգանդի պարանոցի քաղցկեղները արդեն գալիս են բարձրացիթող վիճակում, այն վիճակում, երբ արդեն տարածված process մենք ունենք մետաստազներով եւ այն վիճակում, որ արդեն ինչքան էլ մենք փորձենք արդեն այդ վերջնական 4 ստադիաներում բուժական բաներն անել, ավելի էֆեկտիվությունը ավելի քիչ է լինում։ Կանայք միշտ բոլոր process-ները նախնական շրջանում որոշակի ինչ-որ նշաններ տալիս են, բայց իրանք ուշադրություն չեն դարձնում։ Կանանց միշտ ասվում է, որ կրծքագեղձի օրինակ համար ինչ ձևով լողանալուց ոնց են մերսում իրանց կուրծքը ինչ որ մի բան հայտնաբերելու դեպքում արագ դիմեն, որովհետև որոշակի նշաններ տալիս են, կամ ունենում են արգանդի պարանոցի քաղցկեղ, հանկարծ հարաբերության ժամանակ արյունային արտադրությունը կսվող լինում, իրանք բանի տեղ չեն դնում, բայց կարող է սա արդեն մի փոքր պունկտ լինել այս համար, որ մենք կարող ենք միանգամից այս գլխից արդեն հասկանալ, բայց իրանք ամեն ինչին անտեսում են եւ վերջում գալիս հասնում են նրան, որ արդեն բարձրացող վիճակներում հասնում են մեզ, որ արդեն մենք ինչքան էլ փորձում ենք դեղորայքով եւ վիրաբուժական միջոցներով հասնել առավելագույնի, բայց կյանքի որակը համ քչացնում է, համ կրճատում է կյանքը։ Ինչպես պահպանել կանանց առողջությունը, երբ դիմել ժամանակին։ Ինչպես անել, որ կինը խոցելի չլինի, մի խորհուրդ ձեզանից։ Նախ կինը արդեն խոցելի է, քանի որ նա հղիանալու հավանականություն ունի, պտուղ կրելու հավանականություն ունի, արդեն սրանով ինքը խոցելի է համարում։ Հնարավորին չափ պետք է նվազագույնի հասցնել իր խոցելիության աստիճանը։ Եվ սրանով պայմանավորված մենք պետք է ունենանք առողջ հասարակություն, ոչ միայն կանանց առողջությունը մեկուսի, այլ նաև տղամարդկանց առողջությունն է սրանով պայմանավորված, որովհետև օրինակ սեռավարակների եւ բանը նաև պայմանավորվում է մեր տղամարդկանց առողջությամբ։ Երբ մեկը մյուսին հասարակությունը պետք է լինի առողջ, ստուգվենք, կանխարգելենք հիվանդությունները, չթողենք ավելի բարդացումների, որ կարողանանք հանգիստ առողջ սերունդ տալ եւ շարունակենք մեր կյանքը մինչեւ խորձերություն եւ հանգիստ նորմալ ապրել կյանքը։ Խոցելի չսարքելու համար պետք է հաճախակի սկրինինգային այս ծրագրերին հետևեն կանայք։ Գնան, օրինակ ունենք նաեւ կոլորեկտալ քաղցկեղների հայտնաբերման համար հիմա արդեն սկրինինգային ծրագրեր են մտած, որոնց ժամանակ եւ տղամարդիկ եւ կանայք կարողանում են հայտնաբերել այդ վաղ շրջանում process-ները։ Բոլոր սկրինինգային ծրագրերին մասնակցեն, ինչի իրանց այն գլխից ավելի լավ բռնել process-ը, քան թե արդեն բարդ վիճակում հասցնենք։ Արդեն մանկան տարիքից կանանց աղջիկներին հետևելով, ստուգելով, իրանց զարգացումը տեսնելով, этап քննարկելով, հասցնելով հղիություն նորմալ տանելով, ծննդաբերությունները, հետագայում հետծննդյան շրջանները, ամեն ինչ առողջ հասցնելով, մենք հասնում ենք առողջ կյանքի մինչև վերջը եւ կյանքը արդեն հեռանում կյանքից ավելի նորմալ վիճակում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան հղիների ախտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Մկրտչյանի հետ։ Այսպիսին մեր առողջարարն այս շաբաթ շարունակեք հետևել մեզ, որպեսզի լինեք պաշտպանված եւ տեղեկացված։ Ցտեսություն։